Բագրատ Սրբազանի տունը, պարոն Մամիջանյան, մենք ուղիղ եթերում ենք, դուք այստեղ եք, ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում։ Ես մի քիչ առաջ եմ այստեղ եկել, ոստիկանների տրամադրած տեղեկությամբ ներսում տեղի ունենում քննչական գործողություն, օրենքի բացերից է քննչական գործողությունների միակ դեպքն է, երբ պատգամավորը իրավունք չունի մուտք գործել։ Գիտեմ, որ Բագրատ Սրբազանը ներսում է, ըստ ոստիկանների նաև փաստաբան ունի, Բագրատ Սրբազանի հետ կապ հաստատել հեռախոսային չի հաջողվում, բարև ձեզ, բայց ըստ ոստիկանների Սրբազանը ներսում է։ Ես տեսա նաև ԱԱՑ-ի դիմակավորված աշխատակիցներին, եթե անցել եք շրջակա փողոցներում ոստիկանական վերակարգեր են, ասեցին նաև, որ ուժեր էլ կան կուտակված, ոստիկանական, ես դրանք չեմ տեսել, բայց ասում են մեծ մեքենաներ էլ կան։ Մի խոսքով, Փաշինյանի Հայաստան, սովորական։ Ինչով եք պայմանավորում արդյոք, սա երեկվա այն իշխանական լրատվամիջոցի տարածած նյութի հիման վրա իրականացվում։ Սա 3 չէ առաջի օրը գիշերը Վահագն Ալեքսանյանի դաժանակիր աշխատանքի արդյունքն է, այսինքն ինքը նստել է, գրել է այդ խելագարությունը, որը երեք հրապարակվել էր, որ իրենք փորձում էին ներկայացնել որպես հեղաշրջման պլան, ամենայն հավանականությամբ դա որպես պատրվակ, հեքիաթը որպես պատրվակ օգտագործելով, այսօր ըստ իմ տեղեկությունների նաև զոհված հերոսի ծնող Արա Ռոստոմյանի տանն է խուզարկություն ընթանում, Լիդիայի տանն է Սրբազան պայքարի ակտիվիստներից խուզարկություն ընթանում, հավելյալ տեղեկությունները դեռևս գալիս են։ Բայց ամենայն դեպս երեկվա իրենց տարածած հիմարությունը, ցնդաբանությունը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, հենց հողեր նախապատրաստում այս ամենի իրականացման համար ես չեմ կարող բացառել, որ այս պահին կսկսենք նոր տեղեկություններ ստանալ, որ նաև այլ ընդդիմադիրների տներում են խուզարկություններ իրականացվում։ Այս ռեպրեսիաներ են, հա, դրանից ինչ երևի։ Հասկանում եք, Փաշինյանը ինքն իր արշինով է մարդկանց չափում, իրան թվում է, որ սրանցով նման բաներով կարող է վախեցնել ընդդիմադիրներին, բայց մենք նման բաներից չենք վախենում, ինչ ուզում է թող անի, մեկը առելևս քաղաքական դիակ է, ինչքան գարշահոտություն կարա, թող մինչև վերջի վայրկյան տարածելու է, եւ շատ լավ է, որ բոլոր մեր քաղաքացիները կտեսնեն, որ սա է Փաշինյանի իրականությունը, սա է Փաշինյանի Հայաստանը, երբ մարդիկ իրենց հայրենասիրության, իրենց պայքարի համար ենթարկվում են Փաշինյանի կարծիքով ռեպրեսիաների, որոնք ոչ մի նորից եմ գտնում ընդդիմադրի վախեցնել կամ կանգնեցնել չեն կարող։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, մենք խոսում